Ողջույն, սիրելի հետևողներ ջան, ոնց խոստացել էի, ուզում եմ այսին վլոգի մեջ տեղադրել մեր Շնորհ գյուղին նվիրված այդ տոնակատարության երկրորդ մասը, համերգային ծրագրի մասը, որը շատ լավ անցավ, հնչեցին ժողովրդական երգեր, հայրենասիրական երգեր, սիրո մասին երգեր, հումորային երգեր եւ իհարկե լավ զրույցներ ծիծաղաշարժ, երկու պարով անցավ երկրորդ մասը, սիրելի հետևողներ ջան, եւ ուզում եմ, որ անպայման ես էլ ձեզ հասցնել, որ դուք էլ լավ զգաք դիտելով այսին վլոգը, չմոռանաք բաժանորդագրվել, սրտիկել եւ լայքել, եւ իհարկե ջերմ տողեր ուղարկել, իհարկե այդ ամենը փոխադարձ է լինում եւ ես ոչ մի գրառում բան չեմ թողնում եւ ես էլ իմ ուշադրությունն եմ ձեզ ներկայացնում։ Իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, մի փոքր անհանգիստ եմ այդ առիթով եւ ուզում եմ նախապես ձեր հետ զրուցել, տեղյակ պահել այդ ամենի մասին, թե ինչի եմ անհանգիստ։ Ուրեմն շատերիդ հայտնի կլինի, որ YouTube հարթակը շատ մեծ ստուգումներ է գնում ու եթե ուզում ենք մենք երգիրաշտություն տեղադրել, անպայման պետք է ունենանք հեղինակային իրավունք։ Առաջներում, երբ որ ես իմ վլոգների մեջ երգիրաշտություն էի ուզում տեղադրել, գեղեցկացնելու համար իմ վլոգը, դե գիտեք, որ երգիրաշտությունը միշտ էլ ավելի գրավիչ են լինում ամեն մի տեղ, ամեն մի անկյունում ու հատվածում, բայց անընդհատ խնդիրների առաջ էի բախվում եւ հետո թողեցի այդ ամենը փոխարինեցի իմ գյուղական առօրյայի ձայներով, մի տեղից ակլորի ձայնը, հավի կչկչոցը, թռչունների երգը, մի խոսքով, գյուղի ձայները ինչպիսին կլինի, անտառից եկող քամին եւ այլն, սիրելի հետևորդներ ջան, մեղուներից բզզոցը, հարևանների զրույցները երբեմն լսվում են վլոգների մեջ եւ հենց դա է հենց գյուղական ձայները, սիրելի հետևորդներ ջան, բայց հիմա հարցը դրա մեջ չէ, այլ այն, որ ես ուզում եմ այդ մեր գյուղին նվիրված համերգը անպայման դուք էլ դիտեք, դուք էլ լավ զգաք, քանի որ հատկապես ժողովրդական եւ հայրենասիրական երգերը շատ վերջին տարիներին կարծես թե անտեսվում են եւ հնչում են օտար ազգի երգեր անգլերեն եւ այլն եւ մեր ժողովրդական երգերը կարծես թե ստվերում են մնում, բայց նման առիթը բաց չթողնելու համար պարտադիր հնչվում են այդպիսի երգեր եւ ես էլ ուզում եմ մեծ սիրով դուք էլ լսեք, դուք էլ լավ զգաք, լավ հուշեր կարդնան ձեր մոտ եւ իհարկե դրական լիցքեր կստանաք այդ ամենից։ Իսկ հիմա անդրադառնամ այդ հեղինակային իրավունքների խնդրին, հիմա այդպիսի կասկածանքների մեջ եմ ընկել ես, երկար մտածելուց հետո վերջապես որոշեցի, որ պետք է պարտադիր տեղադրեմ։ Ինչ լինելու է, թող լինի, այսպիսի մի խոսք կա, չէ՞։ Եթե հանկարծ YouTube հարթակը որոշ ժամանակ անց ինձ նամակ կուղարկի, որ այս իմ վլոգի մեջ խախտում կա, նարուշենի կա, ապա եթե հանկարծ այդ պահին ձեր տեսադաշտից կհեռանա այս իմ վլոգը, ապա պատճառը դա կլինի, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ, որ նախապես այս ամենի մասին ձեզ տեղյակ պահել, որ դուք էլ անակնկալի չգաք, բայց հույսս մեծ է, հույսս չեմ կորցնում, գիտեք չէ, որ այս աշխարհում ամենակարևորը հույսով ապրելն է, հույսով լցվելն է, քանի որ հույսն է, որ մեզ առաջ է մղում, եւ հիմա ես մեծ հույս ունեմ, որ իմ այս վլոգը, որը պիտի իմ զրույցից հետո տեղադրեմ այդ համերգային ծրագրից հատվածներ, որ դուք էլ դիտեք ու լավ զգաք, կիսեք իմ ուրախությունը, իմ Շնորհ գյուղի տոնի ուրախությունը եւ կարծում եմ խախտում չի լինի, քանի որ երաժշտությունը կենդանի երաժշտություն է եղել եւ կենդանի ձայն է հնչեցվել։ Իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, համերգը լսելուց առաջ եկեք նախապատրաստվենք համով բաներով։ Դե ես ուզում եմ, որ իմ համար իմ սիրելի դառը կոֆեն եփել,
Քաղցրավենիքները այնտեղ սեղանին արդեն պատրաստել եմ, հետս չեմ բերել այստեղ միայն իմ կոֆեն կեպեմ, դուք էլ ձեր սիրելի բաները պատրաստեք, եթե կոֆե եք ուզում, կոֆե պատրաստեք, եթե ոչ, ձեր թեյը կամ էլ հյութը, ադիբուդի պատրաստեք, սիրելի հետևորդներ ջան, արևածաղկի հատիկներ վերցրեք, խմորեղեն, մրգեր, մի խոսքով համով չարազներ, չիր ու չամիչ վերցրեք, հանգիստ տեղավորվեք ձեր տաքուկ անկյունում, որպեսզի համերգ եք դիտելու, սիրելի հետևորդներ ջան, գյուղական կոլորիտի մեջ հնչեցվող համերգ, այդ ընթացքում նաև անձրև էր գալիս եւ այդ մեր լավագույն երգիչները անձրևի տակ, այն մեր դարավոր ուռենու տակ, անձրևի ներքո մեր համար ջանասիրաբար ի սրտե երգում էին, օրինակ այսպիսի մի բան կա, չէ, երբ որ մարդը նկատում է, որ տվյալ բանը սրտի խորքից է բխում, դրանից էլ ավելի ենք, չէ, ոգևորվում, ուրախանում, քանի որ նկատում ենք, որ այդ ամեն ինչը ի սրտե է արվում եւ հենց այդ պահին էլ ջերմությունը ավելի է մեծանում եւ դրական էներգիան ավելի է շատանում ու փոխանցվում ու այդ ամենը ես չեմ կարող մենակ վայելել, ուզում եմ, որ ես էլ այսպես ձեզ փոխանցեմ իմ վլոգի միջոցով, որ դուք էլ լավ զգաք, տեսնեք էլի, որ մեր այդ գյուղական կոլորիտը տեսնեք, անձրևի տակ, այդ դարավոր ուռենու տակ հնչեցվող ժողովրդական երգերը լսեք, հայրենասիրական երգերը լսեք, մի խոսքով այդպիսի լավ բաներ, արդեն մութը ընկել էր եւ ժողովուրդը չէր ցրվում, երիտասարդությունը հատկապես պար էին բռնել, էլ քոչարի, էլ Երխուշտա, դե իհարկե արդեն նախապես ասել եմ, չէ, որ ամենավերջում էլ գիշերային երկնքում պայծառափայլատակեցին այդ սալյուտները, հա, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, հիմա պատրաստվում ենք մեր այդ համովությունները տեղադրել, հարմար տեղավորվել եւ դիտել, մինչեւ որ դուք կպատրաստեք, ես էլ իմը այստեղ պատրաստեմ, կոֆես եփեմ, այս ջուրը, ինչպես միշտ, հետո իմ սիրելի սև աղացած կոֆեն, ահա, նոսր կոֆեն չեմ սիրում, սիրում եմ, որ մի քիչ խիտ լինի, բայց չափն էլ չեմ հասնում, եթե մի քիչ նոսր է լինում, հեչ համով չի լինում, սիրելի հետևորդներ ջան, բաժակսել եմ նույնիսկ այստեղ բերել, բայց երևի չեմ լցնի, որ դողդողալով չգնամ հասնեմ այնտեղ ու այսպես ջազման կվերցնեմ ու կգնամ այնտեղ, արդեն կտեղադրեմ ես ու ձեզ կհասցնեմ։ Եվ այս ամենի հետ էլ զուգահեռ մի հատ էլ հրաշալի վերնագիր կընտրեմ, որպեսզի վերնագիրը կարդալով արդեն իսկ դուք իմանաք, թե ինչ եք դիտելու այս իմ վլոգի մեջ, սիրելի հետևորդներ ջան։ Ահա, սպասեմ իմ կոֆեն լինի։ Եվ արդեն այդ ամենը ես կկատարեմ, սիրելիներս։ Կոֆեսի սկսեց քրքրթալ է էփիլը, անջատեմ, ինչևէ կոֆեն էփում է, կարելի ասել մի 5 րոպե տևում է, սիրելի հետևորդներ ջան, դե ինչ, պատրաստվել եք, գնանք համերգը դիտելու, մեր գյուղի կոլորիտային համերգը, նախապես բոլորիս բարի դիտում եմ մաղթում, գնացինք։ Սիրելի հետևորդներ ջան, բարի կեսօր բոլորիդ, այդ համերգային վլոգը, որ տեղադրեցի, երկրորդ մասը, YouTube հարթակը չեղյալ համարեց, ես էլ գործի տեղն էի, որ արդեն ինձ նամակ ցույց տվեց, որ չեղյալ համարել իմ այդ վլոգը, մի քիչ սիրտս նեղվեց, քանի որ դրա վրա շատ է չչարվել, այսեդը էտա, արևը հասել այս մի կուրը, դեռով կա, ես էլ իստին մի քիչ լստին, սենց էլ իստին, հավեսա, ոչ մի անգամ սենց
չեմ եկել մենակ ստինստել, բայց թե ես հերտ եկա, մի հատ շուրջս սաղիտ էլ շանստամ, թե որդի եմ նստած, հետո հլա տենակ կարամ միանամ, ես I love you շնող, այդ հենց, այս տխուրը տրտում եկել եմ, այս սադը մը նստել եմ մեր գեղի կենտրոնի սիրելի հետևորդներ ջան, մտքերս ցիրուցան, խառը, աշխատանքս ավարտել եմ, տուն գնալու վաղտնա, բայց որ շատ էի նեղված, ասի գոնե էստի մի քիչ նստիմ, մի ծանոթ մարդ ռաստ կգա, զրից կանեմ բան, տենց էլ նեղվածությունս դուս կգա, կկորչի էլի, այդքան շատ տուժվեցի, չրչարվեցի, հետո այն ոնց ասած ամակս ջուրը դարավ, դե, ինձ էլ ալում, բայց գաղտնիքը գտել եմ էլի, թե այդ խիտ հենց էլավ, եսա կասեմ, բայց արդեն հասցրել էիք, մտիկ անեք էլի, 75 դիտում կար արդեն, գրառումներ, սրտիկներ, լավ տողեր, լայքեր, չգիտեմ, հասցրել եք մինչև վերջ մտիկ անեք, իմ տեղադրած է այդ համերգային ծրագիրը, որ այդքան համ նկարել ու վախտն էի չրչարվել, համ էլ մոնտաժային այդ աշխատանքներ անել ու վախտն էի չրչարվել էլի, ամակս ջուրը մաղվեց, բայց թե մենք լավնել ենք, մենք սաղել ենք, տենց, արդեն այդ ինձ խրատ էլ ավելի, էլ տենց բաներ չեմ նկարի, անտեղի տեղը այդքան տուժվեցի ես էլի, զուր անցկացավ, համի ասեմ, թե այդ որներ է գաղտնիքը էլի, որ այդքան այդ համերգը չկարացի ես էլ ձեզ փոխանցեմ, որ դուք էլ մտիկ անեք էլի, ես նենց եմ հսկանում իմ կարճ խելքովը, շատ չէլ ինձ գովաբան եմ ասած բանա, ասմա էլը գովա, տերը չգովամ, դե որ մեր առաջին երկումա, երկիչը բերանը բաց խուպանում, դել նվակում, այդ ադե սաղս էլ ասում ենք, դե կենթանի հաշտությունա, կենթանի ձայնա, բայց փաստորեն, էլ էր ֆարշ, այս աշխարհը ֆարշի վրա նստածացրել է հետևորդներ ջան, կեղծի էլի կեղծավորության վրա, մենք էլ ասենք դե կենթանի ձայնա, այնում շունիկն անդինեց գնում, իմ աչքից դե գիտեք բանն էլ ավերի բուն չի էլի, շունա, պիսոյա, թրջունա, բնություննա, տենց, վերջը տենց, այդ համերգը ճիշտ է մեր մարտվին, այդ անձրևի տակին դրջվելով, բայց թե այդ պահին իրանք մենակ փաստորեն բերաններում բաց խուփան էին, էլ ասելն էլա մոտ չլի, քանի որ YouTube-ը նամակի միջին ինձ գրել է էլի, որ ինչ տնչոց է, ես ինձանից չեմ հորինում էլի, ես իմ չեմ ինձանից բաներ հորինեմ, մարդու գլխին բան սարքեմ, վերջը երկի ճոքմներ են իրանց էլ շատ սիրում եմ մանավանդ Վարդան Բադալյանի երկերի մա խենթանում եմ իմ սիրելի երկերն էլ երկեց մանավանդ հետո ասեմ, որ հատուկ հենց արել էի, որ իրա երկերն ավելի շատ տեղադրեմ, գիտեմ, որ շատ սիրողնի կան, բայց թե էդ էլ իրանց ձևն է, էդ էլ իրանց դրվածքն է, որ այդ պահին իրանց ձայնը երևի խնայում են էլի, մի քիչ էլ մեղադրելու չի, բայց թե սիրտս մի ձևի կոտրվեց, էլ վերջը, թենց բաներ սիրել է հետևորդներ ջան. Այդ ածանոթոք միջի ռաստեք կա, որ զրից անեմ, ձեր հետ զրից արի, այդ սիրտս թեթևացավ էլի, այն ոնց ասած սիրտս տկտկորիգի եկավ, որ այդքան տուժվեցի, չրչարվեցի, հետո այդ համերգը կարացի ոչ, ձեզ հասցնեմ, համերգը չեմյա համարվեց, տնակ սկրնեի, չկա, ձերս էլ դմբրեց էլի, որ գիտենայի սենց բան կլի շտատիվս հետս կբերեի, իտեղ վեր կտնեի հետո հանգիստ ձեր հետ զրից կանեի, բայց շոք հա, լավ շոք էր սորամ առեր մեր կշտին,
Հոկտեմբերի քանիսն է 28-ը։ Հոկտեմբերի 28-ն է, ռեսն էլի տենում եք, արևը որ աչքերս անում։ Ցիկուլացրել եմ ուզբեկի աչքեր եմ սարքել, սենց։ Են որ ասում արեգակին պետք է հրվից, նայել, սիրել։ Ես արեգակին ճիշտ է հրվից եմ մտիկ անում, բայց թե այսենց աչքերս վառում եմ։ Հա, սիրել հետևորդներ, չա, ինչ ասեմ, թե ստացվեց էս երթել։ Լավ, սորով բան չկա։ Կամ անցվիկենամ գնամ տուն, էսա իմ հավը ջվի վեճարելու վաղտը կլի, կերտալու ժամնա, խոտտալու ժամնա, ով գիտե հլե ջուրն էլ խմել են ծմակացրել, խեղճերը ծրաված կլին։ Ոյ, աշունք վարևը հարսիս, տոշնի էտ էլավ, թշերս կարմուրելա։ Աշունք վարևը հարսին էլավ, իմ հայումը, այսես բաներ։ Լավ էր, մեյդանը մի քիչ հանգիստ պահեր, թե չէ որ շատ ժողովուրդներ ես այսքան խոսողը չէի, ման չիլտեի գնալ տուն։ Հետո, բայց թե գիտեմ էլի, այդ 75 դիտումը որ էլ էլա դուք էլ, դե ես նախորոքի դե ինչ կա չկա էլի, զգուշացրել էի, այս թե ամեն դեպքում էլի։ Արև եկեք, շնոր գեղում վեր եկ, եկ իլա համաթե, այսենց, լավնա, բայց լավնա, դուր է գալիս իրել հետևորդներ ջան, այս արևի ջերմությունը ձեզ եմ փոխանցում, վեճեներ չգծեք, հլա գրեք տենամ այդ 75 հոգի որ մտիկ եք հարել, գոնե հասցրել եք մինչև վերջ մտիկ անեք, բայց ասեք որ լավն էր, շատ լավ էի կազմակերպել այդ ամեն ինչը, բայց եթե թողեի սիրելի հետևորդներ ջան, YouTube-ը ինձ նարուշենի տեր անել էլի, էտա հեռացրի, դե բան չկա, տենց էլ ապատահում ենք, լավն էլի ինք աշխարը խաղաղլի, կամացիկ ենամ գնամ տուն, որ հասցնեմ ես վլոգն էլ կազմակերպեմ ու ձեզ հասցնեմ, առայժմ սիրել հետևորդներ ջան, լավ եղեք և միշտ ուրախ սրտով եղեք, պակա։